Փառք Տիրոջը, եղբայրներ, քույրեր, 84 Սաղմոսի 4-րդ համարում գրված է. Երանի անոնց, որ քու տանդ մեջ կբնակվեն, անոնք անդադար քեզ պիտի օրհնեն։ Երանելի այն մարդը, որ իր ամբողջ կյանքի ձգտումն է, որ Աստծու տան մեջ բնակվի, Աստծու ներկայության մեջ լինի, եւ Աստծու տան մեջ բնակվող մարդը, Տիրոջ ներկայության մեջ լինող մարդը ուրիշ բաներով չի զբաղվում։ Ինքը միայն Աստծուն է օրհնում։ Ինչի համար Աստծուն օրհնում, որովհետև ինքը Աստծու ներկայությունն է վայելում։ Աստծու տան մեջ բնակվող մարդը չի զբաղված ուրիշ գործերով, չի զբաղված դնել վերցնելով, չի զբաղված ուրիշ որոշումներ կայացնելով, ինքը ուղղակի փառավորում Աստծուն։ Հայտնության գրքի 4-րդ գլխում գրված է, որ երկնքի մեջ պաշտամունք, ենթավերնագիր էծև է գրված, գիտեք, երբ որ երկնքի մեջ պաշտամունք է լինում, ասма 24 երեցները խոնարհվում էին, ընկնում էին եւ իրանց պսակները գցում էին գառնուկի առջև, իրանց Աստծո առջև։ Եթե մեր ներսում պաշտամունք է լինում, մեր ներսի դիրքը, մեր կյանքը, մեր փառքը, մեր պսակը, մենք պետք է գցենք Տիրոջ առջև, որպեսզի ճշմարիտ պաշտամունք լինի այնտեղ։ Ես խնդրում եմ, որ շատ ուշադիր լինենք, որովհետեւ ես չեմ կարծում, որ Աստված մեզ այստեղ հավաքել է, ուղղակի դատարկ հավաքել է, որ ժամանակ անցկացնենք ու թողեն գնանք։ Աստված ինչ որ մի գործ ունի մեր հետ անելու, ինչ որ մի բան ունի եղբայրների միջոցով մեզի ասելու։ Սիրելիներ, Սուրբ գրքում Աստծո խոսքը շատ խորը ուշադրություն է դարձնում մեր հոգևոր տեսողության եւ լսողության վրա։ Ես նոր մտածում էի, ասում եմ լավ, երբ որ Պողոս առաքյալին Տերը հանդիպեց Դամասկոսի ճանապարհին, ինքը մենակ չէր, մի քանի հոգով էին, չէ՞ գնում։ Բայց հետարքիր է, Պողոս առաքյալը համ լույսը տեսավ, համ ձայնը լսեց։ Բայց իր հետ եղողների մեջ գրված է միտեղ, որ լույսը տեսան, ձայնը չլսեցին, միտեղ էլ գրված է, որ ձայնը լսեցին, լույսը չտեսան։ Այսինքն ոմանք ձայնն են լսում, լույսը չէին տեսնում, ոմանք էլ լույսն են տեսնում, ձայնը չէին լսում։ Ու ես չեմ կարդացել միտեղ, որ այդ ժողովրդից ապաշխարեցին ու նվիրյալներ դարձան։ Բայց Պողոս առաքյալը, որ հետո առաքյալ դարձավ, համ ձայներ լսում, համ լույսներ տեսնում։ Հիմա Տերը օգնական լինի, որ մեր համ հոգևոր լսելիքները բաց լինի, համ մեր հոգևոր տեսողությունը, որովհետև երբ որ ինչ որ մի բան պակաս է լինում, մենք հոգևոր կյանքի մեջ հնարավոր է կաղանք։ Ես ուզում եմ ուշադրություն դարձնենք մեր հոգևոր տեսողության վրայով։ Ուզում եմ տեսնել, թե մենք ինչ հավատքի տեսողություն ունենք մեր հոգևոր կյանքում։ Եվ ուզում եմ կարդալ Երեմիա մարգարեություն, առաջի գլուխ, Երեմիա մարգարեություն, առաջի գլուխ 11-12 համարները։ Տիրոջ խոսքը ինձի եղավ ասելով. ով Երեմիա, ինչ կտեսնես։ Ես ասի նշանի գավազանը կտեսնեմ, այն ատենտերի ինձի իսավ, աղեք տեսար, վասնզի ես իմ խոսքս կատարելու պիտի արտորամ։ Սիրելիներ, թվում է թե մի պարզ բան է գրված ստեղ։ Աստված խոսում է իր մարգարեի հետ։ Ես տարիներ առաջ այս թեման ուշադրություն էի դարձնում իմ հոգևոր տեսողության եւ մեր բոլորիս հոգևոր տեսողության վրայով։ Ուշադրություն էի դարձնում ու կարդում ես համարը, Աստված ասում է, ինչ ես տեսնում, Երեմիա։ Երեմիան ասում է, ես ինչ որ մի բանն եմ տեսնում, նշանի գավազան եմ տեսնում։ Աստված ասում է, աղեք տեսար։ Աղեկը գիտեք որն է, ժողովուրդ ջան։ Աղեկը դա լավն է, աղեկը դա ճիշտը չի։ Այսինքն կարող է այնտեղ նշանի գավազանից բացի ինչ որ մի բան էլ լիներ, ես չգիտեմ ինչ կլիներ, բայց ինչ որ մի բան կարող է լիներ, եւ դա ճիշտ կարող է լիներ, բայց Աստված չի ասում դու ճիշտ տեսար, Աստված ասում է դու լավ տեսար։ Մենք մեր հոգևոր կյանքում շատ բաներ ենք տեսնում, մենք մեր հոգևոր կյանքում շատ բաների ենք ուշադրություն դարձնում, եւ դա ճիշտ է, սխալ չի, բայց արդյոք դա Աստծո առաջ լավ է թե չէ։ Ես երբ որ ինչ-որ մի բան տեսնում եմ, ինչ-որ մի բանի ուշադրություն եմ դարձնում, արդյոք եղբայրներ քույրեր, դա Աստծո առաջ աղեկ է թե չէ։ Ես խնդրում եմ, որ մեր հավատքի տեսողությանը շատ ուշադիր լինենք, որպեսզի մեր հոգևոր կյանքում չկաղանք։ Գիտեք ինչ, Ծննդոց գրքից է այս պատմությունը սկսվել, Ծննդոց գիրք 3-րդ գլուխ 6-րդ համարում, երբ որ կինը ինչ տեսավ, Եվան ինչ տեսավ, ասում է կինը տեսնելով, որ ծառը աղեկ էր կերակուրի համար ու հաճելի աչքերին ու փափագելի իմաստուն ունելու համար, առավ անոր պտուղեն ու կերավ, եւ իր երկանն ալ տվավ եւ անիկալ կերավ։ Կինը ինչ տեսավ, որ ծառը ինչպիսին է իր համար, աղեկ է, լավ է, կերակուրի համար դա շատ լավ է, փափագելի է իմաստուն լինելի համար։ Ասում է վերցրեց եւ կերավ։
Բայց արդյոք կնոջ աղեկը եւ Աստծո աղեկը դա իրար հետ համապատասխանում էր, եղբայրներ, քույրեր։ Ասենք մեր հոգևոր կյանքում շատ բաներ կարող է տեսնենք, ուշադրություն դարձնենք, թվա թե էդի մեզ համար աղեկ է, թվա թե մեզ համար լավ է, բայց արդյոք դա Աստծո արչեւ աղեկ է թե չէ։ Հիմա մինչև դա ինչ է գրված, մինչև դա ոց ինչ ասում կնոջը, ոչ թե անշուշտ պիտի մեռնեք, քանզի Աստված գիտե, թե այն օրը, որ անկե ուտեք, աչքերնիդ պիտի բացվին ու աստվածներու պես պիտի լաք, բարին ու չարը գիտենալով։ Ասում է, ձեր աչքերը պետքա բացվեն ու բարին ու չարը պետքա իմանաք։ Ինքը ճիշտ էր ասում, թե սխալ։ Շարունակության մեջ գրված է եւ Աստված ասեց, մեզ մեկուն պես եղավ Ադամը, բարին ու չարը իմացող։ Այսինքն սատանան ճիշտ էր ասում այդտեղ, բայց ճշմարտության հետ բացարձակ կապ չուներ, եղբայրներ, քույրեր։ Աղեկի հետ բացարձակ կապ չուներ։ Ինքը ճիշտ ասեց, բայց այդ ճիշտը տարավ իրանց հավիտենական կորստի պատճառ եղավ։ Իրանց հոգևոր աչքերը կուրացան, մարմնավոր աչքերը բացվեցավ։ Եղբայրներ, քույրեր, մեր հոգևոր կյանքում մենք շատ բաների ենք կարողանում հանդիպենք, շատ ընթացքներով են գնում։ Ամեն մեկս մի ձև այս ճանապարհը գնում, բայց ուշադրություն դարձնենք, մեր տեսածը համապատասխանում է Սուրբ գրքին։ Մեր տեսածի որոշում կայացնելը համապատասխանում է Սուրբ գրքին։ Ես ուշադրություն դարձնեմ, իմ 10 տարի առաջվա ու այսօրվա մեջ հոգևոր կյանքի մեջ աճ տեղի ունեցել է թե չէ։ Եթե ես կանգնած եմ նույն տեղում, ուրեմն իմ տեսողության հետ ինչ որ մի խնդիր կա։ Մարդը իր տեսածի համապատասխան է ճանապարհը գնում։ Եթե չտեսնի, Սուրբ Գիրքն ասում է կույրին, երբ որ առաջնորդի, երկուսն էլ փոսը կընկնեն։ Եթե մարդու հոգևոր տեսողությունը պակասում է, չի տեսնում, ինքը շատ մեծ լուրջ խնդիրների առաջ է կանգնում եւ տարիները անցնում է, բայց հավատքի աճ չի լինում։ Եվ նույնը լսողության հետ կապված, հոգևոր լսողության հետ կապված։ Հիմա ես ուզում եմ տեսնենք, եղբայրներ, քույրեր ջան, թե Սուրբ գրքում հոգևոր մարդիկ ինչպիսի տեսողություններ են ունեցել, հավատքի ինչպիսի տեսողություններ են ունեցել, ինչի են հանգել եւ ինչ հետևանք են ունեցել սրա մեջ, եղբայրներ, քույրեր։ Մեզի բոլորիս ծանոթ տեղեր ուզում կարդալ։ Ծննդոց գրքից ուզում եմ կարդալ 15-րդ գլուխ, Ծննդոց գիրք 15-րդ գլուխ առաջի համարից։ Այս բաներեն ետքը տեսիլքի մեջ Տիրոջ խոսքը Աբրահամին եղավ ասելով. «Մի վախենար, ով Աբրահամ, ես քեզի վահան եմ ու քու վարձքդ խիստ շատ պիտի լա»։ Եղբայրներ, քույրեր, հələ մի պահ պատկերացում կազմենք։ Աստված տեսիլքի մեջ հայտնվում է, ու Աբրահամի հետ խոսում է։ Եվ ինչ է ասում, ոչ թե հանդիմանում է, ոչ թե ուրիշ ինչ-որ մի հորդորական խոսք է ասում, այլ քաջալերում է։ Ասում է Աբրահամ, մի վախեցի, ես եմ քեզի վահան ու քու վարձքդ խիստ շատ պիտի լինի։ Եթե Աստված ինչ-որ մեկից հանդիպեր ու ասեր զավակս, մի վախեցի, ես քո վահանն եմ ու քու վարձքդ շատ է լինելու, ինչ կխոսենք, ինչ կպատասխանենք։ Մեզ թվում է ասենց ուրախության մեջ կլինենք, ամեն հարց կատարված ասենք կլիներ մեր կյանքում, կարծես լուծված կլիներ։ Բայց հələ նայենք տեսնենք իրականությունը ինչ է սովորացնում, ինչ ասում Աբրահամը։ Աբրահամը ասավ. «Ով Տեր Եհովա, ինձի ինչ պիտի տաս, քանի որ առանց զավակի կմնամ, ու իմ տանս տիրողը այս Դամասկոսցի Եղազարն է»։ Նաև ասավ Աբրահամ. «Որովհետև ինձի սերունդ չտվեցիր, ահա իմ տանս ծառան պիտի ժառանգորդը լա»։ Եղբայրներ, քույրեր, Աստված մի անգամ խոսում է, ինքը երկու անգամ հակառակն է պատասխանում։ Ես ուզում եմ տեսնենք, ուշադրություն դարձնենք, ինքը հələ Աբրահամ չէր կոչվում ստեղ։ Ինքը Աբրահամ էր հələ կոչվում։ Բայց հետարքիր է, Աստված հայտնվում է տեսիլքի մեջ, ասում է ես եմ քո վահանը, քո վարձքդ խիստ շատ է լինելու, բայց Աբրահամն ասում է ինչ ես տալու ինձի, ես զավակ չունեմ, ժառանգորդ չունեմ, իմ տանս տիրողը էս իմ ծառան է լինելու։ Այսինքն Աստծո խոսքի վրա ինչ հայացք ուղեց Աբրահամը, ինչ նայեց, այսինքն երկնքից իրան խոսք եղավ, հայացքը որտեղ է ուղվում մարդու, ընտեղ որտեղ ինքը խնդրեմ ունի։ Եվ սա շատ ժամանակ մեր կյանքում կատարվում է, եղբայրներ, քույրեր։ Աստված մեզի քանի անգամ լսել ենք, ինչքան ասում մի վախեցի։ Ես չեմ ասենք ուսումնասիրել, բայց շատ քարոզներ լսել եմ, որ ասում է ամեն օրվա համար գրված է, որ մի վախեցի, 365 անգամ, 366 անգամ գրված է, որ Աստծո խոսքում գրված է մի վախեցի։ Բայց եղբայրներ, քույրեր, Աստված էսի մենակ Աբրահամին չի ասում, մեզ բոլորիս է ասում, բոլոր իրան հավատացողներին,
Բոլոր իրան գալացողներին ասում է՝ մի վախեցի, ես եմ քո վահանը։ Քո վարձքը քիչ շատ է լինելու։ Մարդու տված վարձքը մենք գիտենք ինչ է, բայց Աստծո տված վարձքը դա անպատմելի է։ Բայց շատ ժամանակ մենք մեր հոգեբանության մեջ ինչ ենք պատասխանում։ Ինչ ես ինձի տվել։ Չեմ կարողանում իմ թոշակով տունս պահել։ Չեմ կարողանում իմ դեղերս առնել։ Ինչ ես տվել ինձի։ Առողջություն չունեմ, որ ինչ որ մի ճանապարհ կարողանամ գնամ։ Ինչ ես տվել ինձի, չեմ կարողանում իմ երեխեքիս պահեմ։ Մարդը կարող է բերանացի սա չի ասում, բայց իր հոգեբանության մեջ այս արտահայտություններն անում է։ Լռությամբ, բայց այս արտահայտություններն անում է։ Աստված իր որդուն է զոհել։ Սուրբ Գիրքը մեզի սովորացնում է, ասում Աստված այնպես սիրեց աշխարհը, որ իր որդին տվեց, որ ով հավատա, հավիտենական կյանք ունենա, չկորսվի։ Բայց շատ ժամանակ մարդը հոգեբանության մեջ ասում է, չեմ կարողանում այսինչ բաներն անել, իր ներսում տրտունջ առաջանում լռությունով։ Եվ սա Աստծուն փառք չի բերում, եղբայրներ, քույրեր։ Այսինքն մարդու տեսողությունը իր հիվանդության վրա է, իր խնդրի վրա է։ Ինչ ես տվել ինձի, տարիքս անցել է, չեմ ամուսնացել։ Ինչ ես տվել ինձ, այսքան տարվա ամուսնացած եմ, երեխա չունեմ, ֆինանսական խնդիրներ ունեմ, առողջական խնդիրներ ունեմ, բայց Աստված ուրիշ բան է ուզում մեզի սովորացնի, ուրիշ տեղ է ուզում տանի, եղբայրներ, քույրեր, որը անպատմելի է, որը աննկարագրելի է։ Մեր մամիկոն եղբայրն ասում է, երբ որ գնանք երկինք ու տեսնենք, թե Աստված մեզ համար ինչ է պատրաստել, մենք շատ կփոշմանենք, որ երկրի վրա ինչի լավ իրան չենք պաշտել, որովհետև Աստծո տվածը անպատմելի ավելի շատ է, քան թե մեր արածը, եղբայրներ, քույրեր։ Եվ Աբրահամը այս խնդիրի մեջով անցավ, այս դժվարությունների մեջով անցավ, եւ Աստված իր հետ խոսեց, իր հետ աշխատանք տարավ։ Սա գրված է Ծննդոց 15-րդ գլխում, բայց եղավ մի պարագա, երբ որ Աստված Աբրահամին երեխա տվեց, օրհնեց, Իսմայելին էլ դուրս արվեց, կարծես թե բոլոր հարցերը լուծվել էր։ Եվ ինքը պետք է ուղակի գոհանար Աստծուց, որովհետև 75 տարեկանից հետո մեծ խնդիրներով, փորձություններով անցավ, վերջապես երեխա ունեց, երեխան մեծացել էր որոշակի, բայց ինչ կատարվեց, այսքանով չի եզրափակվեց։ Աստծո աշխատանքը շարունակվում է իր կյանքում, որպեսզի իր հոգևոր տեսողությունը կատարյալ ձևով վերականգնվի։ Եվ շարունակության մեջ գրված է Ծննդոց գիրք 22-րդ գլուխը, արդեն 7 գլուխ անցել է։ Այս բաներեն ետքը Աստված փորձեց Աբրահամը ու ուսավ անոր, ով Աբրահամ, եւ անիկա ասավ, ահա հոս եմ։ Աստված ասավ, ահա հիմա քու սիրած մեկ հատիկ որդիդ Իսահակը առ ու Մորիայի երկիրը գնա ու հոն զանիկա ողջակեզրը լեռներեն մեկուն վրա, որ ես քեզ պիտի ցուցնեմ։ Այնտեղ Աստված ասում է, ես քեզի վահան եմ, քո վարձքը թխիշ շատ է լինելու։ Աբրահամը տարակուսանքի մեջ է, ոչ մի բան չես տվել։ Ստեղ ամեն բան տվել էր Աստված արդեն իրան, իր ուզածը տվել էր, բայց ասում է, հիմա այն մի հատը, որին դու սիրում ես, վերցրա, տար այնտեղ, որտեղ ես քեզ կասեմ, ու ողջակեզարա։ Ողջակեզարը կենդանիներին էին անում Աստծո խոսքի համաձայն։ Ու Աբրահամի պատասխանը։ Աբրահամը ինչ է ասում ստեղ, եղբայրներ, քույրեր, իր հոգևոր տեսողության մեջ ինչ աճ էր կատարվել, որ Աբրահամը ասում է, Աբրահամ արտուն կանուխ ելավ ու իր իշուն համետը դրավ իրեն հետ երկու ծառա ու իր Իսահակ որդին առավ ու ողջակեզի համար փայտ ճեղքեց եւ ելավ գնաց այն տեղը, որ Աստված իրեն ըսավ։ Մի օր չուշացրեց, առավոտ շուտ վեր կացավ իր ծառաների հետ, փայտն էլ ճեղքեց, պատրաստեց, ամեն բան պատրաստեց ու գնաց։ Ինչի համար? Որովհետև ինքը հավատում էր։ Եբրայեցիների 11-րդ գլխում գրված է, որ ինքը հավատում էր, որ Աստված նույն Իսահակին մեռելներից հարություն է տալու։ Ինքը հավատում էր եւ մտածում էր սրա մասին, որ ոչ թե նոր Իսահակ պետք է տա, այլ մեռելներից հարություն է տալու։ Իր հավատքի տեսողությունը այնքան էր խորացել, այնքան էր աճել։ Մենք կարդում ենք Սուրբ Գիրքը, եղբայրներ, քույրեր, Հիսուսի տված հարությունները մենք տեսնում ենք, թե քանի հոգու որբևայրի կնոջ զավակին, 12 տարեկան աղջկան, Ղազարոսին, ինչքան ասենք հարություններ ա տվել, մենք սրանով մեր հավատքը աճում է, բայց այդ ժամանակ նման բաներ չկա գրված, որ ինչ որ մեկի համար Աբրահամը իմանար, որ իրան մեռելներից հարություն ա տվել։ Բայց Աբրահամի մեջ այնպիսի հավատքի աճ կար, այնպիսի հավատքի տեսողություն կար, որ ինքը համարձակ իր որդուն վերցրեց տարավ, առանց մի բառ խոսալու, տրտնջալու։ Եվ ինքը հավատում էր նաև ու մտածում, որ նույն Իսահակին է Աստված մեռելներից հարություն տալու։ Կապ չունի ոնց։
Ինքը գիտի, որ հարություն է տալու, եւ վերջում մենք գիտենք, թե ինչ կատարվեց։ Եղբայրներ, քույրեր, մեր հոգևոր տեսողությունը, երբ որ վերականգնվում է, Աստված տեսնում է, որ մենք կարողանում ենք տեսնել անտեսանելին։ Մեր ուշադրության կենտրոնը լինում է անտեսանելին։ Մենք կարում ենք մեր հավատքի կյանքում մեծ հաղթությունների հասնել։ Վիճակ ուրիշ բան է ցույց տալիս։ Իրավիճակը, երևույթ ուրիշ բան է ցույց տալիս։ Բայց հոգևոր մարդը, անկախ նրանից, շատ ժամանակ մարդը տեսքին է նայում, բայց հոգևոր մարդը անկախ նրանից կարողանում է տեսնել անտեսանելին։ Դրա համար էլ մենք էլ շատ ժամանակ սխալ տեսողություն ունենալով տեսնում ենք մեկին, որ կարող է շատ բաների հասնել, բայց իրականում այդպես չի լինում։ Տեսնում ենք մեկին, որ իրանից հույս չկա, բայց տեսնում ենք շատ բաների հասավ։ Մենք պետք է լուրջ հոգևոր տեսողություն ունենանք, եղբայրներ, քույրեր։ Սուրբ Գիրքը նաև մեզի սովորացնում է մի տեղ, ուզում եմ կարդալ, մեզի բոլորիս ծանոթ տեղ, եղբայրներ, քույրեր ջան, որ մեր հոգևոր տեսողությունը եւ լսողությունը շատ կարեւոր է, որ կատարյալ լինի։ Ուզում եմ կարդալ Հոբի գրքից 42-րդ գլուխ առաջի համարից, Հոբի գիրք 42-րդ գլուխ առաջի համարից։ Այն ապտեն Հոբ Տիրոջը պատասխան տալով ասավ, երբ որ այդ մեծ փորձություններն անցավ, այդ մեծ դժվարությունների միջով, ինչ ասում Հոբը, երբ որ Աստված իր հետ խոսում է։ Գիտեմ, որ ամեն բան կարող ես, ու քո դիտավորությունդ բնավ պարապչելներ։ Ով է անիկա, որ տգիտությամբ խորհուրդը կնեսեմացնե։ Արդարև կխոսեի, բայց չէի հասկանար։ Ինձ սքանչելի բաներ ըլլալով չէի իմանար։ Աստված սքանչելի բաներ էր անում։ Հոբը բայց ինչ տեսողություն ուներ իր կյանքում։ Աստված շատ էր սիրում Հոբին, անսահման էր սիրում Հոբին։ Բայց Հոբի տեսողությունը պետքա կատարյալ վերականգնվեր։ Եթե Հոբինը պետքա, ուրեմն մերն էլ պետքա, եղբայրներ, քույրեր։ Ասում ինձ սքանչելի բաներ էր անում, ես չէի իմանում, այսինքն չէի տեսնում։ Կաղաչ եմ մտիկ էր, որպեսի ես խոսեմ, քեզի հարցնեմ ու ինձի սորվեցուր, ես քո մասիդ ականջով լսել էի, բայց հիմա աչքս կտեսնի քեզ։ Անոր համար իմ անձս կարհամարեմ, հողի ու մոխիվիրի վրա կզղջամ։ Եղբայրներ, քույրեր, Հոբը խոստովանություն է անում։ Հոբի համար Աստված վկայում է, երկինքը վկայում է, կատարյալ մարդ, եւ իր լսողությունն էլ կատարյալ էր։ Եվ Սուրբ Գիրքն ասա ասում, որ Հոբը ասում է, ես քո մասին լսել էի, լսելու խնդիր չկար իր մոտ, լսելը կատարված էր իր մոտ, բայց ասում է հիմա աչքս է տեսնում քեզի, այսինքն իմ հոգևոր տեսողությունն էլ վերականգնվեց։ Ինքը կատարյալ էր նաև լսելու ժամանակ, բայց ավելի կատարյալ լինելու համար տեսողություններ պետք, եղբայրներ, քույրեր։ Աստված սքանչելի բան անում մեր կյանքում, մենք նայում ենք երևույթին շատ ժամանակ կարող է տրտնջանք, սա չի բացառվում, բայց երբ որ հոգևոր տեսողությունը վերականգնվում է, մենք տեսնում ենք, որ Աստված սքանչելի է անում։ Ինքը զրկիչ չի մեր կյանքում, ինքը մեզի փրկում է, ինքը տանում է մեզի այնպիսի ճանապարհ, որպեսզի որ այդ ճանապարհի վերջում իր հետ լինենք հավիտյան, իր ներկայությունը վայելենք, իր քաղցրությունը ճաշակենք, եղբայրներ, քույրեր։ Եկեք մեր հայացքը երկինք ուղենք։ Եկենք նայենք, տեսնենք, թե Աստված ինչ ծրագիր ունի իմ կյանքում ու քո կյանքում։ Եթե իմ կյանքում ինչ-որ մի բան չկա, ինչ-որ մի բան բացակայում է, անկախ ամեն ինչից, շատ բաներ կարող ենք մտածել, ես չեմ ուզում թվարկել սա, բայց նայենք, տեսնենք, որ Աստված այնպես է սիրում ինձ ու քեզ, որ այս բանը թույլ է տալիս։ Սա սքանչելի բան է իմ ու քո կյանքում։ Սա սքանչելի է, որ հավիտյան իր հետ լինենք։ Սա սքանչելի է, որ հավիտյան իր հետ մեկ լինենք եւ իր քաղցրությունը ճաշակենք։ Թող Աստված փառավորվի, եղբայրներ, քույրեր, եկեք մեր սրտերը բաց անենք, աղոթք անենք եւ սովորենք հոգեվոր տեսողություն ունենալ։ Հոգեվոր տեսողություն ունեցող մարդը ինքը միշտ անտրտունջ է լինում։ Փառք Տիրոջը։